հանրային նոր խորհուրդ է ձևավորվել, ուրեմն այնտեղ մի հատ անուններ է լսեք, էլի Ռուբեն Բաբայան, տիկնիկայինի ռեժիսորն է, Վարդան Մկրտչյան, Սունդուկյան թատրոնի ռեժիսորն է, գեղարվեստական ղեկավար, թե ռեժիսոր, այդպես գլխավոր ռեժիսոր, Ստյոպա Սաֆարյան, Իոնիսյան, Գայանե ինչեր Աբրահամյան, Արա Խզմալյան, տեսեք, Սորոսը կլինի էլի երևի, Սորոսը արդեն Սորոսը պայթում է, պայթացնում են, վաղուց արդեն աշխարհի այդ գերտերությունները այլ ուղղությամբ են գնում, համենայն դեպս Թրամփը, Միացյալ Նահանգները գնում են, Նիկոլի հույսը մնացել են այս Սորոսի ժեխերը։ Իրականում սրանք Սորոսի մնացուկներն են, չէ՞, էլի Սորոսի ժեխերն են։ Այ դրանց հույսին մնաց Նիկոլ, մեկ էլ Էրդողանի հույսին մնաց, բայց ուղղակի մեզ բան էլի մեզ մենք ազատվենք քեզանից, թե չէ դու իրանց հույսին հաստատ իսկապես էլ մարդ չունի, ինքը մնացել է Էրդողանի հույսին, մեկ էլ Սորոսի ժեխերի հույսին, իսկ սրանք ակնհայտ էլ, սա Սորոսական Ռուբեն Բաբայանը, գիտեք, իր այդ դրսևորումները, պահվածքը, Նիկոլապաշտությունը, Վարդան Մկրտչյանը, այսպես լավ ծառայողներ են, լավ ծառաներ են, Ստյոպա Սաֆարյաններ են, ապազգային այս բոմժերը, որ մի նախադասություն Արցախը կորցնելուց հետո այս կամ գերիներ, այս վիճակ, կամ այս ողորմելի Ռոբերտ Ամիրխանյանը եւ Գայանե Աբրահամյանը, Արա Խզմալյանի մասին չեմ ասում, նույն ինքը ամենայն հայոց ակադեմիայի թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանի իրանք sense բանը ոնց որ մի բանի միջով անցածել են ինքն ու Հենրիկ Հովհաննիսյանը իրան նման է, հա? Ինկուբատորի են բաների նման էլ են ինքն մեծ էս փոքր տենց հետևից անցել է ու բանա տենց այդ գեցվածքով այդ վիճակով էս մակրամակուր իր այս բան տես այն բանին Իգիթյանի կենտրոնի այն տնօրենները առաջ են Վահանը դրան ինչ եք մոռացել այդ սորոսական ժեխակույտին թե կա ցուցակի մեջ չտեսա անունը լավ տենց այս որջերը վաղուց կար է Հայաստանում վաղուց կար սրանք վաղուց կրծում էին հետո sense ուղակի մի պահ հրապարակ եկան տենց բաներ անում, չէ, բարբաջում էր են ամենայն հայոց թաթերագետը Հենրիկ Հովհաննիսյանը, որ իր բանը թաթերագետ լինելով զզվում էր թատրոնից, իր հիմնական բաները դրանով էր սկսում։ Ընդ որում ես այս օդի մեջ չեմ խոսում, ես էլ մարդն եմ, որ իր դասախոսությունները լսում եմ եւ իր ձեր բոլոր գրքերին բաներին ամեն ինչին ծանոթ եմ։ Այս օդի մեջ չեմ խոսում, էլի, եւ ձեր հոդվածներին էլ եւ ձեզ հետ էլ մի քանի անգամ առիթ եմ ունեցել հարցազրույց վարելու։ Ասում էր հիանում եմ Նիկոլի Սոկրատյան համբերությամբ հետո էլ ինչ-որ անկյուններում բամբասում բաներ ասում որ այս ինչի անում ես դե բենա զարամյալ մարդ ես էլի հայտնի չի ինչքան պիտի ապրես մի բան ասա դրա եթե տենց բան ես գտնում ես որ անհետեցություն ես թույլ տվել ասա զարամյալ մարդ եմ դուրս եմ տվել հիմա մի ուրիշ բան ասա օրինակ մի ուրիշ կերպ դիմի բանին ինչա Նիկոլին գժին չէ այո Ասենք ասա դու գիրուշ խելագար ես տանում ես Արցախը կործանեցիր եթե չեք ուզում հավատալ որ Հայաստանն էլա կործանելու գոնե բավարարորեն դրա մասին ասեք էլի կործանված Արցախը եթե ձերվեց մի կաթիլ հայրենիք կա այդ տականքներ մի կաթիլ եւ արժանապատվություն Դուք եթերի սկզբից ասեցիք որ հետեւյալը նշեցիք որ Հայաստանի Հանրապետության կրիմինալ վիճակը այս մակարդակին է եւ սրանք հենց այդ վիճակին են հասնում մեր երիտասարդությանը, որ ամեն օր սպանություններ, ամեն օր թմրանյութի ազդեցության տակ դեբոշներ, կռիվներ, այսպես ասած ժողովրդական լեզվով բազարներ, սպանություններ, դանակահարություն, ուրեմն առանձնապես ծանր հանցագործությունների թվի շեշտակի աճ եւ մարդկանց նստեցրել են նարկոտիկների վրա եւ խաղամոլության։ Այդ երկու ճանապարհով մեր սերունդը մենք կորցնում ենք այդ ոսկի երիտասարդությանը մենք կորցնում ենք բայց արտագաղթ ինքը ամեն ինչ անում է ծրագրավորված որ հարցերը լուծեց էլի որ Արցախայցյան հարցը լուծի մարդիկ էստեղից գնան Սփյուռքի հարցը լուծել է մի անգամ հյուրերիցս մեկը ճիշտ նկատեց այդ պատերազմից հետո ինքը կարծում եք այդպես գումարի մեծ խնդիր կա որ Սփյուռքայցյան ուղարկած 100 միլիոն էր ինչքան այդ գումարները որ ինքը պարգևավճար վճարեց իր թիմակիցներին Ինքը դա հատուկ արեց, որ նեղացնի վիրավորի Սփյուռքահայությանը, ինքը թքած ունի, իրան բացարձակ իրանք հետաքրքիր չեն։ Դա ոչ թե արեց, որովհետև փողի մեռած սատկած է, այնքան միլիարդներ այդ թմրադեղերով, այս վիվառոներով, բաներով, ինքը իրանք այնքան միլիարդներ ունեն, իրանք դրա խնդիրը չունեն, բայց իրենց պետք է
որպեսզի Սփյուռքը հրաժարվի մեզանից, որ Սփյուռքը հեռանա, Սփյուռքը անմասն մնա, որ Սփյուռքը ասի ոնց, ես այս ամեն մեկս մեր հավաքած կուտակած, չգիտեմ ինչ, ես մարդ գիտեմ, որ տունը բնակարանա վաճառել, եղածնա վաճառել ուղարկել է այդ գումարը, բայց ինքը որպեսզի իրենց նեղացնել, հեռացնի հայրենիքից, որտեղ այդ գերխնդիրներից մեկը Թուրքիայի դրած, դա է, որպեսզի Սփյուռքի հարցն է լուծվի։ Ցեղասպանության հարցը պիտի լուծի, որ արդեն Հայաստանի վերջնական հարցը լուծելու համար էլ մեծ խնդիր չլինի։ Այո։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ, ուշանում է ոնց որ, հա, պարոն Նահապետյանը, պիտի պարոն Նահապետյանը գար, մենք պիտի ոչ զրույց ունենանք պարոն Նահապետյանի հետ։ Մնացեք մեզ հետ ամենայն դեպս, եթե հասցրեց անպայման